Բարև ձեզ հետ ես եմ Ռուբենը։ Ես աշնանային արձակուրդներին կարդում եմ Գանձերի կղզի գիրքը և ես որոշել եմ մաս-մաս ներկայացնել ձեզ։ Այսօր ես ձեզ կներկայացնեմ Ծեր ծովահենը գալիս է պանդոկ հատվածը։ Այս ամենը պատմում է Ջիմը։ Իր հայրը ուներ մի պանդոկ, բայց նա հիվանդ էր, իսկ Ջիմը օգնում էր նրա մայրին անել պանդոկի գործերը։ Ջիմը շատ լավ հիշում է այն օրը, որ մի ծովահեն գալիս է պանդոկ սենյակ վարձելու։ Նավաստու անունը Բիլի Բոնս էր։ Նա իր հետ քարշ էր տալի մի մեծ սունդուկ, որ նա այդպես էլ չբացեց։ Բիլի Բոնսը շատ էր անհանգստանում, որ պանդոկ գալիս էր ծովահեն։ Բիլի Բոնսը Ջիմիին խնդրեց, որ հենց պանդոկ գա մի ոտանի ծովահեն, նրան տեղյակ պահի։ Ու դրա դիմաց Բիլին նրան 4 պենս կտա։ Ու մի ցուրտ օր մի մարդ մտավ պանդոկ, որ գտնի իր ընկեր Բիլին։ Երբ Բիլին նրան տեսավ, ասաց սև գամփր։ Նրանք երկուսով նստեցին, զրուցեցին, խոսեցին և Ջիմից ռոմ պատվիրեցին։ Այդ ժամանակ Ջիմին փորձում էր լսել նրանց խոսակցությունը, բայց ոչ մի բան չլսեց։ Մի քիչ անց սկսեց իրարանցում ու կռիվ։ Բիլի Բոնսը և անծանոթը պանդոկից դուրս եկան վիրավորված և արյունոտ։ Բիլի Բոնսը երբ ներս է մտնում, Ջիմին ասում է ես պետք է այստեղից հեռանամ ու ուշաթափվում։ Ջիմի մայրը շտապ մարդ է ուղարկում բժշկի հետևից։ Երբ բժիշկը գալիս է, ասում է, որ Բիլի Բոնսը կաթվածահար է եղել և պետք է հանգստանա և թունդ խմիչքներ չխմի։ Երբ Բիլի Բոնսը արթնանում է, միանգամից ռոմ է պահանջում։ Իսկ Ջիմին ասում է Բիլի Բոնսին, որ բժիշկը նրան արգելել է խմել, և այդ ժամանակ Բիլի Բոնսը նրան մի գաղտնիք է ասում։ Բիլի Բոնսը ասում է, որ ժամանակին մի Ֆլինթ անունով ծովահեն կար և նա նրա օգնականն էր։ Ու Ֆլինթը մահից առաջ հասցնում է տալ նրան գանձերի քարտեզ։ Եվ պարզվում է, որ Բիլի Բոնսը այդ քարտեզը պահում է իր հին սունդուկի մեջ, որը նա այդպես էլ չի բացում։ Ու Բիլի Բոնսը վիճեց այդ անծանոթի հետ, որովհետև նա եկել էր քարտեզի ետևից։ Դե ինչ, ավարտվեց առաջին մասը, սպասեք երկրորդ մասին։ Stay tuned!